Բարի օր, այսօրվա կերակուրը, որ կառաջարկեմ ձեզ բուլղարական խոհանոցից է, որի անվանումն է միլինը։ Այս կերակուրը պատրաստվում է խմորով և լցոնվում է տարբեր խճողակներով, ասենք պաներով կարելի է խճողել նաև կատնաշորով, այսօր կատնաշորով տարբերակն է, ասեմ ինչ է հարկավոր միլինը պատրաստելու համար։ Ալյուր, ծու, կատնաշոր, մածուն, շաքարավազ, թթվասեր, կարագ, վանիլին, վերջ այդքանը սկսենք խմորից։ Խմորը սկսելու համար սեղանին հայտնվում է սիրելի ամանը։ Մեկ ձու ենք հարում սիրելի ամանի մեջ։ Մի փոքր աղլեցնենք։ Եվ ավելացնում ենք մածունը։ Քիչ ավելացնելով ալյուրը ստանում ենք պինդ խմոր։ Մենք մոտենանք, չէ ալյուրը թող մոտենա, արի այստեղ։ Եթե նկատեցիք, մենք պատրաստում ենք բուլղարական խոհանոցից կերակրատեսակից բուլղարացիները չունեն մածուն, բայց ունեն յոգուրտ, բայց մածուն չունեն։ Չունեն մածուն։ Մածուն չունեն, չէ՞։ Մերան չունեն։ Մածունի։ Եվ ստանում ենք պիտ խմոր։ Մի փոքր գթալով հումցենք, հետո արդեն կանցնենք ձեռքով հումցելուն։ Եվ լավ տանջում ենք խմորը։ Բերկա, վայ։ Լավ հումցելուց հետո խմորը բաժանում ենք 4 մասի։ Ալյուր ենք կսում, որպեսզի չկպչի։ Եվ 4 մասի բաժան։ Այնուհետև ձևավորում ենք գնդեր։ Ծածկենք, որպեսզի չուրանա և անցնենք, այսպես ասած, միջուկի։ Միջուկի համար վերցնենք կատնաշորը, լավ տրորում ենք, ավելացնում ենք 2 ձվի դեղնոց,
Եվ շարունակում ենք դրել։ Այս ընթացքում հարկավոր է կարագը հալեցնել։ Սա էլ է պատրաստ։ Վերցնում ենք կաղապարը, ժեռոցի, այդ է, այս միլինան բուլղարացիները թխում էին ածուխի վրա, կամ փռում, իսկ մենք ժեռոցում ենք պատրաստելու։ Այդպես ավելի հարմար կլինի տներում, որտեղ ոչ փուռ կա, ոչ էլ ածուխի հնարավորություն։ Կսում ենք կարագ, և դնենք մի կողմ։ Իսկ հիմա բացենք խմորը։ Այսպես մեկին վերցնում ենք, որը որ պատահի։ Եվ բացում։ Վրան խճողակ ենք տարածում, այսպես մեջտեղ եմ ասում, մոռացանք յուղը, հարկավոր է յուղել նոր խճողակ, շնորհակալություն, որ հիշեցրեցիր։ Յուղոտենք, որպեսզի չկպչի և բացենք։ Այն հետո փորձում ենք պոկել սեղանից։ Վրա շաքարավազ ենք լցնում, սա անում ենք վերջում, որովհետև եթե շաքարավազը անենք խճողակը ստեղծելու պահին, այն հյութը դուրս կգցեր և կխանգարեր մեզ։ Մի տեսակ լավ չէ ստացի, իսկ հիմա այն չի հասնի, ուղղակի չի հասնի։ Ասում չի հասնի։ Օրինակ քեզ ինչ է հիշեցնում։ Տրեղ, պապուս տրեղ։ Հա։ Լավ, մյուս անգամ կպատրաստենք քո պապու տրեղը։ Անունը կդնենք քո պապու տրեղը, թե չէ Միլինը։ Բայց Միլինը էլ վատ չի, համաձայն ես։ Շաքարավազը լավ լցնելուց հետո սկսում ենք սա ոլորել, փաթաթել, այսպես, օրինակ տրեղը կարող ենք այսպես փաթաթել, Իհարկե, ոլորել, բաբոս, ոլորել, փաթաթել կարող ենք, իհարկե, լավ, այս անգամ կանենք ոլորած պապուտ տրեղը,
կամ պապուտ ոլորած տրեխը։ Ասում ոլորած տրեխը միլինայի խմորը պատրաստեց, հիմա փորձենք հավաքել այսպիսի կենտրոնական մասից, պահելով, ոլորելով, գնում ենք դեպի վերջ, դեպի ուր, դեպի վերջ, նույն ձևով անում ենք մյուս խմորը և այսպես ոլորում ենք։ Կրուասանի նմանը։ Կրուասան հետ կապված, սա բուլղարական է, սա ֆրանսիական կերակուր չի, հետ չել նման չի։ Այս ընթացքում հարկավոր է ջեռոցը միացնել 180 աստիճան, թող տաքանա ջեռոցը։ Իսկ մենք շարունակենք, վերջին այսպես ասած ոլորած տրեխը տեղադրենք ամանի մեջ, Ես հասկացա, վերջում անունը կդնենք պապուտ ոլորած տրեխը, թե չէ, միլինը, մեզ այստեղ էլ վաչ ենք կերակրում, չէ? Լավ, իսկ հիմա պատրաստենք սոուսը, սոուսի համար, հենց այս ամանը կարելի է օգտագործել, 3 ձուն ջարդում ենք, լվացած ես, չէ? Այո, իհարկե, անպայման ձուն օգտագործելիս առաջ, այսինքն օգտագործելուց առաջ հարկավոր է լավ օճառով լվանալ, ցայել, չորացնել, որից հետո կարելի է օգտագործել։ Ճիշտ է? Այո։ Հանգիստ ես հիմա։ Լավ։ Դու ավելի շատ երևի անհանգստանում ես պապուտ տրեխների համար։ Դեռ ոչ։ Դեռ ոչ։ Լավ։ Դրան ավելացնում ենք շաքար մազը, կարելի է նաև սպիտակուցը, լավ հայելուց հետո կավելացնենք նաև թթվասերը, վանիլինը, կսում ենք հալած կարագը վրան, հալեցրած կարագը այսպես կարելի է լցնել, քսել, լցնել, և մնաց լցնել սոուսը։ Այդ մասը չէ։ Ոչինչ, այդ մասը դու կուտես։ Անպայման ուղղությունը պետք է պահել ժամացույցի ուղղությամբ սլակների։ Վերջ։ Եվ դնում ենք ջեռոցը։ Հիշեցնեմ, ջեռոցը նախապես միացրել ենք 180 աստիճան։ Եվ միլինային այնտեղ թողնում ենք 45-ից 50 րոպե։ Ահա, տես ինչ գեղեցկություն է։ Ամեն դեպքում համաձայնվիր միլինը, թե չէ պապուտ տրեխները մի տեսակ նման չի։ Շատ գեղեցիկ։
Միլինա Մածուն 1 բաժակ, ձու 6 հատ, աղ, ալյուր, կատնաշոր 2 տուփ, շաքարավազ 1 բաժակ, թթվասեր 300 մլ, կարագ 50 գրամ և վանիլին մի պտղունց։ Պատրաստման եղանակը. թասի մեջ 1 ձու ջարդել, աղ անել, ավելացնել մածունը, հարել, ապա այնքան ալյուր ավելացնել, որ պինդ խմոր ստացվի։ Խմորը լավ հունձել, 4 մասի բաժանել, գնդել, ծածկել։ Կատնաշորը տրորել, որպեսզի այն փշուրի նման դառնա։ Վրան 2 դեղնուց ավելացնել, խառնել։ Ջեռոցի կաղապարին կարագ քսել։ Խմորագնդերը հերթով բարակ և երկար բացել, վրան հալեցրած կարագ քսել, շաղ տալ կատնաշորի զանգվածից, շաքարավազ շաղ տալ, ռուլետ փաթաթել, ռուլետը պարանի նման ոլորել, ապա տապակի մեջ կենտրոնից սկսած խխունջի ձև տալ, մնացած գնդերն էլ նույն կերպ մշակել և շարունակել խխունջը ձևավորել, մինչև տապակը լցվի։ Երեսին կարագ քսել, թասի մեջ հարել 2 սպիտակուցը, 3 ձուն, մնացած շաքարավազը ավելացնել, վանիլինը և թթվասերը, հարել, սոուսը լցնել միլինայի վրա և դնել ջեռոցը։ 180 աստիճան ջերմությամբ եփել մոտավորապես 50 րոպե կամ մինչև երեսը լավ կարմրի։ Իսկ հիմա առաջարկում եմ պատրաստել շնիցել։ Դու մտածեցիր երևի մսային ինչ-որ բան։ Այո։ Ասեմ, որ շնիցելը դա մսակտորը չի, շնիցելը դա պատրաստման եղանակն է։ Պատրաստում են կաղամբով շնիցել և այն պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է կաղամբի տերևներ, ուշ հալվող պանիր, պաքսիմատ, ձու, զիրա, համեմի սերմ, աղացած կարմիսև պղպեղներ, աղ և բուսայուղ։ Քանի որ գլխավոր դերում կաղամբն է, հենց նրանից էլ սկսենք։ Ջուր ենք եռացնում, մի փոքր աղ ենք լցնում և խաշում այն։ Թող խաշվեն տերևները։ Իդեպ սա էլ մի փոքր ներբույսում կաղամբը խաշելիս առաջին 10 րոպեն հենց սկսեց եռալ ջուրը, հարկավոր է կափարիչը չդնել, որպեսզի եթերային յուղերը դուրս գան եւ այդ տհաճ հոտը եթերային յուղերի հետ ցնդի, օդը ստանալի։ Դե ինչ 10 րոպե թող եռա, որից հետո կդնենք կափարիչը, որպեսզի խաշվի այն։ Իսկ մենք հիմա պատրաստենք միջուկը միասին։ Սա մեծ է։ Սա իսկն է։ Ուշ հալվող պանիր եմ, քերջով անցկացնում ենք։ Ծածկենք, որպեսզի արագ խաշվին։ Պանիրը համեմում ենք պղպեղներով, ըստ պանիրի աղիության կարելի է նաև համեմել աղով, եթե աղի հարկավոր չի, եթե այդքան էլ աղի չի, մի փոքր աղ իհարկե պետք է։ Բայց համը չտեսար։ Ես համը շուտ էի տեսել։ Ուզում ես արդու էլ փորձիր, ուր է պանիրը, վերցրու անուշարը։ Պանիր ես ուզում, այդպես էլ ասե, ինչ ես։ Միջուկը պատրաստ է։ Կաղամբը շատ չի կարելի խաշել, որպեսզի շատ չփափկի։ Ջերք համում ենք և վրան լցնում սառը ջուր։ Կարող ես ասել ինչի համար ենք լցնում սառը ջուր։ Մնատեղը և եռը կանգնի։ Եվ եփը կանգնի, այո, որպեսզի չշարունակի եփվելու պրոցեսը։ Գիտեմ էլի։ Հայակ է, ունես բաներ գիտես, որ դա ինչ է։
թող մնա եւ սառի։ Թող մնա սառի։ Իսկ մենք շարունակենք։ Ինչ է հարկավոր անել։ Միջուկը ունենք։ Վերցնում ենք երկու ափսե, մեկի մեջ լցնում ենք բաքսիմատը, մյուսի մեջ հարում ենք ձվերը։ Բացածը չէ օճառաճելով եւ այլն։ Այսօր արդեն դրա մասին խոսենք։ Կարելի է մի փոքր էլ համեմել։ Ծուն պղպեղներով եւ աղով։ Բողում ենք մի փոքր համեմունքները, զիրան եւ համեմի սերմը, շատ չէ, այնքան որ տաքանա։ Եվ տրորում ենք, որպեսզի բույրը բացվի։ Վերջ համեմունքն է պատրաստ, ամեն ինչ պատրաստ է, հարկավոր է մշակել կաղամբը, ինչ ենք անում կաղամբը, վերցնում ենք կաղամբի տերևը, կոշտ մասը դանակով հանում ենք, և մի փոքր թակում, որպեսզի ավելի էլաստիկ։ Այս բանը կարելի է արդեն տապակը դնել գազ օջախին։ Եվ սկսում ենք խճողել կաղամբը։ Մի փոքր համեմունք, զիրա եւ համեմի սեր, պանիրը եւ փաթաթում ենք։ Իսկ հիմա վերադառնանք շնիցել անվանը։ Շնիցելը դա այն պատրաստման եղանակն է, որտեղ մթերքը թաթախվում է համեմված ձվի մեջ եւ բաքսիմատապատվելուց հետո տապակվում։ Փաստորեն շնիցելը դա պատրաստման այս ձևն է։ Եվ սկսում ենք տապակել։ Կրակը կարելի է մի փոքր իջեցնել։ Նույն ձևով խճողում ենք մնացած կաղամբի տերևները եւ նույն ձևով տապակում, որից հետո հանում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծի։ Նախապատրաստենք նաեւ դա։ Որից հետո արդեն կմատուցենք։ Բոլոր կողմից հարկավոր է տապակել։ Այ վերջ, կաղամբով շնիցելը պատրաստ է։ Պատրաստ է և ամբոշխնեք։ Պանրով և կաղամբով շնիցել։ Կաղամբ, փոքրիկ գլուխ մեզ պետք կգա 6-7 տերև, պանիր,
այնպիսի տեսակի, որ աղի չլինի եւ շատ արագ չհալվի, օրինակ լոռի, 100 գրամ, ձու 2 հատ, պաքսիմատ 1 բաժակ, բուսայուղ, համեմի սերմ կես թեյի գթալ, զիրա մի քիչ ավելի պակաս 1/3 թեյի գթալ եւ աղ ու պղպեղներ։ Պատրաստման եղանակը. կաղամբի առանձնացրած տերևները տաք ջրով կաթսայի մեջ խաշել մինչև փափկեն։ Ջրին նախորոք մի քիչ աղ գցել։ Պանիրը քերել, համեմել պղպեղներով, ըստ համի աղ անել։ Կաղամբի տերևները հանել կաթսայից, ողողել սառը ջրով, թողնել ջրքանվեն։ Զիրան եւ համեմը թեթևակի բովել, տրորել։ Կաղամբի խաշած տերևների հաստ մասերը կամ թակել, կամ կտրել, հեռացնել։ Տերևներին զիրայի եւ համեմի խառնուրդ շաղտալ, պանիր դնել, ծրարել, ապա այս ծրարը թավալել նախ հարած ձվի, ապա պաքսիմատի մեջ եւ բուսայուղով տապակել մինչեւ կարմիր կեղև կապի։ Այսօր այսքան եւ հատուկ նրանց համար, որ ես սիրում եմ զուգահեռ մեզ հետ պատրաստել, ասեմ հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հավի բութ, սալորաճիր, կարմիր գինի, խնձորի քացախ, բուսայուղ, սպիտակ գինի, պանիր ռոկֆոր, մակարոն, կարագ եւ վերջ։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։